Ես արտաքին գործոց նախարարին մի առիթով փակ քննարկման ժամանակ սա պետական գաղտնիք չէ արդեն իմ հանդիպումները կամ խոսույթները եւ դա իմ կարծիքն է ես այսպիսի մի հարց եմ տվել ասի որ ինչու դուք միջազգային հանրության առջև բաց չեք անում Ալիևի ստախոսությունը ասի ինչը պարոն Ասլան ասի օրինակ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն երբ որևէ մի պետություն դառնում է Միավորված ազգերի կազմակերպության անդամ նա պետք է նախ հայտարարի թե ինքը որ պետության իրավահաջորդն է եւ որ սահմանների վրա է տարածում իր իշխանությունը 1992 թվականին ասացի Ադրբեջանը մարտին հայտարարեց որ ինքը դառնում է Միավորված ազգերի կազմակերպության անդամ եւ հայտարարեց որ ինքը 1918-20 թվականների մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդն է այդ դեպքում ինչու դուք չեք հարց բարձրացնում որ եթե այսօրվա Ադրբեջանը ինքը 1918-20 թվականների մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդն է ապա ինչ բարոյական եւ իրավական իրավունքով է պահանջում խորհրդային Ադրբեջանի տարածքների ամբողջականություն երբ Ղարաբաղը եւ Նախիջևանը 1921 թվականին հուլիսի 5-ի Կովկասյան բյուրոյի որոշումով է մտցվել Ադրբեջանի կազմի մեջ ինչ ասեց պարոն Ասլան բա դրա ժամանակն է հիմա խոսելու Արադ Միրզոյանն ասաց այո Էլ ուրիշ բան չունեմ ասելու